Ապրիլի 2-ից 5-ը մասնակցել է մարտական գործողությունների զինգրքույկում, նախ սա են գրել, հետո կարմիրով ուղղել, անվավեր։ Մեկ այլ զինգրքույկում նույն գրությունը ջնջել են սպիտակ ներկով։ Զորացրվածները բողոքում են, պաշտպանության նախարարությունը պարզաբանում։ Նախ Վիգեն Սարգսյանի պատասխանը հնչեց. կհետևի, որ մարտական գործողությունների մասնակից ձևակերպումը ֆիքսվի այն տղաների գրքույկում, որոնք իրոք մասնակցել են պատերազմին։ Բոլորը ուզում են, որ գրքույկում գրված լինի անպայման, որ իրենք մարտական գործողությունների մասնակից են, որովհետև դա մի շարք արտոնություններ է տալիս եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք պետքա շատ կոռեկտ լինենք, հայտնաբերելով յուրաքանչյուր դեպքը, երբ որ մարդու իրավունքն է խախտված, զինծառայողը որ ծառայելա չի նշվել, մյուս կողմից բացառելով ուղղակի լավության կարգով սենց շռայլ բաժանելը։ Այս օրերին պարզաբանումներ էր տալիս նաև պաշտպանության բանակը, պնդելով բողոքող տղաները ծառայել են այն հատվածում, որտեղ բացահայտ պաշտպանական գործողություններ, հակահարձակումներ չեն եղել։ Բողոքները շարունակվում են եւ պաշտպանության բանակը վիճակի գլխավոր պատճառը հայտարարության մեջ է նշում։ Ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ պաշտպանության բանակի հրամանատարության հստակեցրած կարգի համաձայն զինծառայողի զինգրքույկում կատարվում է համապատասխան գրառում։ Որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված եւ անվավեր ճանաչված գրառումները պայմանավորված են տվյալ զորամասի պաշտոնատար անձի անփութությամբ։ Պաշտպանության բանակը հորդորում է զանգահարել 280823 հեռախոսահամարով, եթե լրացուցիչ պարզաբանման կարիք կա։ Շակե Ղազարյան, Ժամը լրատվական։